Փառք Նժդեհին։ Տեսնում եք, մենք ինչով ենք զբաղված, իսկ լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանը ինչով է զբաղված, այս խառը իրավիճակում։ Զգում եք, որ ինքը այս պատերազմից փորձում է օգուտներ քաղել։ Այս պատերազմի հանցավոր մասնակից լինելով փորձում է օգուտներ քաղել։ Իսկ դուք ընկել եք արդեն կաթողիկոս շուռ եք տվել Տաշիր Սամոն շոուի։ Ինչով եք զբաղված։ Դուք հասկանում եք Իրան-իսրայելական պատերազմի հետևանքով հիմա փորձում են մեղրից մարդկանց տարհանել իբր սահմանամերձ է հանգարց վնաս չտա։ Բայց այդ նույն հաջողությամբ Պարսկաստանից այդ նույն մեղրի բերում են լցնում են ասենք Պարսկաստանի քաղաքացիներ իբր մարդիկ ովքեր պատերազմից պետք է խուսափեն, ասենք փրկվեն։ Եվ ինչ գիտեք դուք դրանք ազերիներ չեն։ Հասկանում եք Էրդողանը, Ալիևը, Պուտինը ոնց են Սյունիքը դատարկում ու տեղը բերում լցնում ազերիներ։ Ես սա ենթադրում եմ։ Բայց Տաշիր Սամո շոուն, երբ որ ես տեսնում եմ, ես հասկանում եմ, որ հատուկ Պուտինի հանձնարարականով այդ մարդն եկել է այստեղ, Կեղտոտ Նիկոլի հետ խաղի մեջ մտնի, որ ձեր բոլորի ուշադրությունը շեղի, որ թուրքերը տեղավորվեն Սյունիքում, Մեղրիում։ Հասկանում եք, ու էլ ընդեղից դուրս չգան։ Եվ քայլ է, սա իրենց տեղավորվելու հերթական քայլերից մեկն է։ Եվ դուք ոգևորված Տաշիր Սամոյին ենք փրկում, չգիտեմ, ես իմում ենք փրկում։ Ժողովուրդ, Հայաստանը ռուս-թուրքական առևտրի ապրանք է դարել։ Ովքեր են կանգնած այդ առևտրի գլխում։ Պուտինն ու Էրդողանը։ Ով է Տաշիր Սամոն։ Պուտինի գործակալը։ Ով է Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի գործակալը, ով է Սերժիկ Սարգսյանը, Պուտինի գործակալը, ով է Նիկոլ Փաշինյանը, Պուտինի եւ Էրդողանի արդեն գործակալը։ Դուք սրանց գզվրտոցը որ նայում եք այնտեղ մեղրի են տարհանում են իբր պատերազմից հանգարց մի հատ հանգարց արկել չընկնի մեղրի վրա հայերին վնաս չլինի, հայերի մասին մտածում են, բայց այնտեղից փախստականներին բերում են մեղրի, նրանց մասին չեն մտածում։ Եվ այդ փախստականները շատ հնարավոր են նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներ լինեն։ Հասկանում եք։ Դուք ընկել եք Տաշիր Սամո եք խաղացնում։ Տաշիր Սամոն իր կամքով չի եկել է, ասել են գնա ժողովրդին զբաղացրա։ Ինչ հեղինակություն ունես, դու էլ կաթողիկոսի պես դիր Նիկոլի ոտքերի տակ թող տրորի, թող ժողովուրդը տեսնեն, զայրանան, դրանով կլանվեն, որ մենք մեղրին ադրբեջանցիներով լցնենք։ Առիթ է։ Հասկանում եք դուք ինչ եք անում։ Դուք ո՞նց եք մտածում, որ ասենք Պուտինի որևէ գործակալ մտածի Հայաստանի պետության մասին։ Եթե Պուտինը որոշել է, որ Հայաստանը պետք է վաճառի թուրքերին, դրանք չեն կարող դեմ գնալ Պուտինին։ Ոչ Տաշիր Սամոն, ոչ այդ Ռոբերտ Նիկոլ, չթվարկեմ, ում գիտեք ռուսամետ, ռուսահպատակ։ Եվ մեր լեքսիկոնի մեջ ոչ թե մենք պետք է ասենք Նիկոլ հեռացիր կամ Նիկոլին ազատել անհապաղ, մենք պետք է խոսենք սրանց բոլորի մասին։ Եթե մենք ասում ենք Նիկոլին հեռացնենք, մարդիկ մտածում են, ահա ուրեմն սրանք Քոչարյանի հետ են։ Որ ասում են Քոչարյանին հեռացնենք, մտածում են Նիկոլի հետ ենք, բայց այնիշ սրանք են իրար հետ։ Մեր խոսույթի մեջ պետք է Հայաստանում մեր խորհրդարանը ընդդիմադիր ուժ չունի, ամբողջ իշխանությունն է, որովհետև բոլորը ենթարկվում են Պուտինին։ Մի մարդու։ Ուրեմն մենք պետք է խոսենք այդ բոլորի դեմ։ Մենք պետք է ժողովրդին հասկացնենք, որ մենք Նիկոլի, Ռոբերտի, Սերժիկի, Լևոնի իշխանությունը պետք է տապալենք, ժողովուրդ։ Ոչ թե մենակ Նիկոլի։ Չկա այլ ելք։ Ուրիշ կերպ ժողովուրդը չի համագործակցի մեր հետ։ Եթե կիսեցինք, մեկ կեսին ասեցինք, այն կեսին չասեցինք, մեզ մտածել իրենց պատկերացնում դաշտը այս երկուսի մեջ կիսված է։ Եթե Նիկոլին ես պաշտպանում, ուրեմն Քոչարյանական ես, հակակոչարյանական ես, Քոչարյանն ես պաշտպանում, հականիկոլական ես։ Մենք պետք է քարյակի դեմ խոսենք, քարյակից ազատվելու, քարյակին պատասխանատվության ենթարկելու։ Քարյակն էլ իշխանության մեջ են։ Մենք խորհրդարանական պետություն ենք, խորհրդարանում այդ բոլորը իրենց ուժերն ունեն։ Հիմա շուռ գամ Ադրբեջանի խոցելի լինելու։ Ադրբեջանը որքան իր տարածքները ընդլայնում է, այդ պետության ճիշտ է դոմինանտ ժողովուրդը ազերիներն են, բայց նրանք այնտեղ եկվոր են, քոչվոր են։ Հասկանում ես, իսկ այդ պետության բնիկները երբեք ուրախ չեն Ադրբեջանի այդ նվաճողական քաղաքականությունը, որովհետև իրենք այդտեղից ոչ մի օգուտ չունեն։
Ոչ թաթերը, ոչ թալիշները, լեզգիները, հա, ավարները։ Դրանք ոչ մի շահ չունեն, մեկ է Հայաստանից հող կտանեն, Պարսկաստանից տանեն, անոր լինել Ադրբեջան։ Իրենք բոլորն ադրբեջանցու կարգավիճակով են ապրելու։ Այսինքն ասել է թե Ալիևի նվաճողական քաղաքականությունը իր երկրում բոլորը չէ որ ուրախ ընդունում են, դա միատարր պետություն չէ։ Դա Հայաստանը չէ որ Արցախն ազատագրելով ողջևորվեին 100%-ը։ Իսկ մենք դրանից չենք օգտվում։ Մենք դիտմամբ լռում ենք, գնում ենք Էրդողանից հանրահարությունը ստանում ենք, այսինքն Նիկոլը։ Առանց ամաչելու գիրքը սրտի տակ նկարվում է, այս անգամ էլ համոզված եղեք, վզից բռնելու են տանեն Աթաթուրքի գերեզմանին, չոքի, ներողություն խնդրի, ծաղկե պսակ դնի հայ վրիժարների փոխարեն։ Այս խոսքը հիշեք։ Ու այդ քարտեդուկը նորից մտնելու է Հայաստան, ոչ Ռոբերտն է դեմն առնելու, ոչ Նիկոլն է, բանը, Սերժիկն է դեմն առնելու, ոչ Տաշիր Սամոնն է դեմն առնելու, որովհետև Պուտինն ասել է, պետք է ինքը անի ամեն ինչ, ինչ որ ես ու Էրդողանը պայմանավորվել ենք։ Իսկ դուք եկել եք մանդատները պինդ պահած, Նիկոլին հայհոյում եք։ Դիր մանդատդ չի լինի Նիկոլ։ Պահել ես մանդատդ, կլինի Նիկոլ։ Դու ես Նիկոլի երաշխավորը, դու ես Նիկոլի լկտիությունների հովանավորը։ Տիկին կամ օրիորդ, կամ ընկեր, կամ աղբեր, կամ դուք ինձ ինչ աղբեր։ Ուշքի եկեք։ Այդ շոուներին մի մասնակցեք։ Հարկ նժդեհին։